Ռուսական ուժերը հուլիսի 8-ի գիշերը հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի շարք շրջանների, այդ թվում Կիևին եւ Խարկովին։ Ուկրաինական կողմի տվյալներով Կիևում տուժել է 2 մարդ, վնասվել են պահեստային տարածքներ եւ ոչ բնակելի շենք, որտեղ հրդեհ է բռնկվել։ Խարկովում եւս 2 մարդ է տուժել։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ վնասվել են ավելի քան 20 առանձնատում եկեղեցու պատուհաններ, փողոցային լուսավորության ցանց եւ մի քանի ավտոմեքենա։ Ուկրաինական կողմի տեղեկություններով գիշերային հարձակումը շարունակվել է նաեւ երկրի կենտրոնական եւ արևելյան շրջանների ուղղությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրանի տարածքին, մեղադրելով Թեհրանին Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումների համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ գործողությունները պատասխան են միջազգային ծովային ուղիների անվտանգությանը սպառնացող գործողություններին։ Reuters-ի փոխանցմամբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում եւ Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Երկու երկրներն էլ օդային տագնապ են հայտարարել։ Միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը վերականգնել է իրանական նավթի վաճառքի նկատմամբ պատժամիջոցները։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու համար, հայտարարելով, որ կարձագանքի Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողություններին։ Հորմուզի նեղուցում անցած գիշեր հարձակման են ենթարկվել 2 առևտրային նավ։ Reuters-ի փոխանցմամբ դրանցից մեկը Քաթարին պատկանող հեղուկ գազ տեղափոխող Ալ-Ռաքայաթ նավն էր, իսկ երկրորդը Սաուդյան Արաբիայի դրոշի ներքո նավարկող Վեյդան տանկերը։ Axios-ը հղում անելով ամերիկացի պաշտոնյային հայտնում է, որ հարձակման հետևում կանգնած է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Նույն աղբյուրի տվյալներով նավերը զգալի վնասներ են կրել, սակայն անձնակազմի շրջանում տուժածներ չկան։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է գտնվի ոչ թե Դանիայի, այլև Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո։ Նրա խոսքով կղզին ռազմավարական կարևոր նշանակություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, իսկ Դանիան բավարար միջոցներ չի ներդնում դրա պաշտպանության եւ զարգացման ուղղությամբ։ Թրամփը նաեւ պնդել է, որ Գրենլանդիայի շուրջ ակտիվություն են ցուցաբերում Ռուսաստանն ու Չինաստանը, ինչը նրա խոսքով Վաշինգտոնը չի պատրաստվում հանդուրժել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Դանիան եւ Գրենլանդիան տարեսկզբին համաձայնել էին այս հարցի շուրջ շարունակել բարձր մակարդակի բանակցությունները, սակայն դրանց արդյունքները դեռ չեն հրապարակվել։ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Բերլինը մանրակրկիտ կգնահատի Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման ցանկացած նախաձեռնություն եւ չի աջակցի դրանց, քանի դեռ չի ստեղծվել հստակ երաշխիքներ, որ Թեհրանը չի կարողանա ձեռք բերել միջուկային զենք։ Նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցություններում պետք է ներառվեն նաեւ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը եւ տարածաշրջանային զինված խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը։ Վադեֆուլը նշել է, որ այս հարցերում Գերմանիայի եւ Իսրայելի դիրքորոշումները համընկնում են։ Նաեւ ընդգծել, որ համապատասխան հարցերը քննարկել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։